2019 թվականի օգոստոսի 10-ը, Նյու Յորք, Մանհեթենի դաշնային բանտ։ Խիստ հսկողության խցում մահացած են գտնում մի կալանավորի։ Նրան սպասվում էր ԱՄՆ պատմության ամենաաղմկահարույց դատավարություններից մեկը։ Պաշտոնական վարկածով տեղի էր ունեցել ինքնասպանություն, բայց այս մահը բացում է բազում հարցեր։ Այս մարդը պետք է կանգներ դատարանի առաջ, դատարան, որտեղ կարող էին հնչել նախագահների, միլիարդատերերի, բրիտանական թագավորական ընտանիքի անուններ, մարդկանց անուններ, որոնք ձևավորում են համաշխարհային քաղաքականության, բիզնեսի եւ գիտության էլիտան։ Նա անձամբ շփվում էր Դոնալդ Թրամփի եւ Բիլ Քլինթոնի հետ։ Կապեր էր ունեցել Բիլ Գեյթսի եւ Իլոն Մասկի հետ, իսկ նրա հյուրերի թվում կային հոլիվուդյան դերասաններ, ռեժիսորներ եւ բազմաթիվ ազդեցիկ մարդիկ։ Նրա մահից հետո ԱՄՆ իշխանությունները սկսեցին հրապարակել նախկինում գաղտնագրված հազարավոր նյութեր։ Եվ որքան ավելի շատ փաստաթղթեր են դառնում հանրային, այնքան ավելի ակնհայտ է դառնում մի բան։ Այս պատմությունը շատ ավելի մեծ է, քան մեկ մարդու հանցագործությունը։ Հասկանալու համար, թե ինչպես այս մարդը հայտնվեց համաշխարհային էլիտայի կենտրոնում եւ ինչու գլխավոր մեղադրյալը մահացավ դատից ընդամենը մի քանի ամիս առաջ, պետք է վերադառնալ ամենասկիզբ։ Սա Ջեֆրի Էփշտեյնի պատմությունն է։ Մանհեթենի դաշնային բանտը դա քնչական մեկուսարան է Նյու Յորքի հենց կենտրոնում։ Դրսից այս շինությունը սովորական գրասենյակային շենք է թվում։ Չկան ճաղեր, պահակակետային աշտարակներ, ամեն ինչ դիտավորյալ չեզոք է, որպեսզի ուշադրություն չգրավի։ Բայց հենց այստեղ են պահվում ԱՄՆ-ի ամենավտանգավոր մեղադրյալները՝ ֆինանսական հանցագործներ, մարդասպաններ, ահաբեկիչներ։ 2019 թվականի ամռանը այս բանդի 9-րդ բլոկում էր գտնվում երկրի ամենահայտնի կալանավորը՝ Ջեֆրի Էփշտեյնը, միլիարդատեր, ֆինանսիստ եւ մարդ, ով կապեր ուներ համաշխարհային էլիտայի հետ։ Էփշտեյնը անչափահասների սեռական շահագործման եւ թրաֆիքինգի գործով գլխավոր մեղադրյալն էր։ Դատական գործընթացների ժամանակ ավելի քան 100 կին հայտարարել են, որ ներգրաված էին եղել Էփշտեյնի հանցավոր սխեմայի մեջ եւ ենթարկվել էին սեռական ոտնձգությունների։ Նրանցից ամենափոքրը ընդամենը 14 տարեկան։ Նրա դատավարությունը պետք է սկսվեր առաջիկա ամիսներին։ Եթե մեղադրանքները հաստատվեին, Էփշտեյնը կարող էր ցմահ ազատազրկվել։ Դեռևս 2019 թվականի հուլիսի 23-ին մահից ընդամենը 17 օր առաջ Էփշտեյնին գտնում են իր խցում պարանոցի վրա բնորոշ վնասվածքներով։ Դեպքը գնահատվել էր որպես ինքնասպանության փորձ։ Դրանից հետո նրան տեղափոխում են ուժեղացված հսկողության ռեժիմի տակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան Էփշտեյնը խցում մնում է մենակ։ Նրա խցակիցին տեղափոխում են այլ բաժանմունք։ Այս դրվագը արդեն իսկ տարօրինակ է։ Ըստ կարգի ինքնասպանության փորձ կատարած անձը պարտադիր պետք է ունենա խցակից, եւ բանտի աշխատակիցները պետք է յուրաքանչյուր 30 րոպեն մեկ ստուգեին կալանավորներին։ Այդ ստուգումները նույնպես չեն իրականացվում։ Պաշտոնական տվյալներով այդ գիշեր երկու պահակները քնել էին եւ ավելի ուշ մատյանում կեղծ գրառումներ էին արել, թե իբր շրջայցերը կատարվել են։ Օգոստոսի 10-ի առավոտյան 6:30-ին աշխատակիցները Էփշտեյնին գտնում են անգիտակից վիճակում։ Նա ընկած էր մահճակալի ստորին հատվածում։ Նրա պարանոցին ձգված էր բանտային սավանից պատրաստված պարան։ Բժիշկները փորձում են վերակենդանացում իրականացնել, բայց նրան փրկել չի հաջողվում։ Մի քանի ժամ անց Նյու Յորքի գլխավոր դատաբժիշկը հայտարարում է. Ջեֆրի Էփշտեյնը մահացել է։ Մահվան պատճառը ինքնասպանություն։ Լուրը ակնթարթորեն տարածվում է ամբողջ աշխարհում։ Գրեթե անմիջապես առաջանում են հարցեր. ինչու նա մնաց հսկողությունից դուրս, ինչու չէին աշխատում տեսախցիկները, եւ ինչպես երկրի ամենաաղմկահարույց գործով կալանավորը կարող էր մահանալ դատից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Պատասխաններ չկային։ Իսկ հասկանալու համար, թե ինչպես նման մեղադրանքներով եւ նման կապերով մարդը հայտնվեց այդ խցում, պետք է վերադառնալ մի քանի տասնամյակ հետ, այնտեղ, որտեղ Ջեֆրի Էփշտեյնի պատմությունը նոր էր սկսվում։ Jeffrey Epstein, was there a suicide note? New questions around the investigation into the death of Jeffrey Epstein. Ջեֆրի Էփշտեյնը ծնվել է 1953 թվականին Բրուքլինում, ընտանիքում, որտեղ չկային մեծ փողեր, քաղաքական կապեր կամ ժառանգական ազդեցություն։
Հայրը աշխատում էր այգեպան եւ Նյու Յորքի զբոսայգիների վարչության տեսուչ։ Մայրը տնային տնտեսուհի էր։ Դպրոցում Էփշտեյնը առանձնանում էր մաթեմատիկայի հանդեպ սիրով։ Բարձրագույն կրթությունը նա կիսատ է թողնում, սակայն անսպասելի աշխատանքի է անցնում հեղինակավոր Դալթոն դպրոցում, որպես դասախոս։ 2 տարի անց նրան ազատում են աշխատանքից, պաշտոնապես ոչ բավարար աշխատանքի պատճառաբանությամբ, սակայն կավարկած, որ նրան ազատել են աշխատանքից դպրոցի սաների հետ անպարկեշտ հարաբերությունների համար։ Կարճ ժամանակ անց նա հայտնվում է Bear Stearns-ում, Wall Street-ի ինվեստիցիոն բանկերից մեկում, առանց մասնագիտական կրթության, առանց անվան, առանց կապիտալի։ Գործընկերները հետո հիշում էին, որ Էփշտեյնը առանձնանում էր ոչ այնքան ֆինանսական հմտություններով, որքան մարդկանց վրա տպավորություն գործելու կարողությամբ։ Նա խոսում էր այնպես, կարծես իր վերահսկողության տակ շատ ավելի մեծ հնարավորություններ կային, քան իրականում, եւ մարդիկ հավատում էին նրան։ 80-ականների սկզբին նա հեռանում է բանկից եւ սկսում աշխատել մասնավոր կապիտալի հետ։ Եվ այստեղ առաջանում է այս պատմության գլխավոր հարցը. ով վստահեց այս մարդուն իր կապիտալը։ Պատասխանը հայտնվում է 80-ականների վերջին։ Լեսլի Վեքսներ, Victoria's Secret ընկերության սեփականատերը։ Այս ծանոթությունը փոխում է ամեն ինչ։ Վեքսների միջոցով Էփշտեյնը ստանում է ոչ միայն փող, այլ մուտք դեպի կապիտալի եւ էլիտայի միջավայր, որտեղ պատահաբար չեն հայտնվում։ Անհայտ ֆինանսական խորհրդատուից նա շատ արագ վերածվում է մի կերպարի, որը տեղ է գտնում հարուստների միջավայրում։ Հենց այս շրջանում նրա կյանքում հայտնվում է եւս մեկ առանցքային կերպար՝ Գիսլեյն Մաքսվելը, բրիտանական մեդիա մագնատ Ռոբերտ Մաքսվելի դուստրը։ Գիսլեյն Մաքսվելի հայրը Ռոբերտ Մաքսվելը բրիտանական մեդիա մագնատ էր եւ էլիտայի ամենաազդեցիկ դեմքերից մեկը, սակայն նրա մահը 1991-ին իսկական սկանդալ դարձավ։ Պարզվեց, որ նա թալանել էր իր աշխատակիցների կենսաթոշակային ֆոնդերը, հսկայական պարտքերը ծածկելու համար, ինչը հանգեցրեց նրա կայսրության սննկացմանը։ Մաքսվելի մարմինը գտան օվկիանոսում, իր զբոսանավից քիչ հեռու։ Շատերը դա համարեցին ինքնասպանություն, խայտառակությունից խուսափելու համար, քանի որ նրա հեղինակությունն ու կարողությունը մեկ գիշերում փոշիացել էին։ Հոր սննկացումից եւ մահից անմիջապես հետո Գիսլեյնը լքեց Մեծ Բրիտանիան եւ տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ նրան ոչ ոք չէր ճանաչում որպես գող մեդիա մագնատի դուստր։ Հենց այնտեղ նա ծանոթացավ Ջեֆրի Էփշտեյնի հետ, ով այդ ժամանակ փնտրում էր մեկին, ով կկարողանար իրեն դուռ բացել դեպի բարձր հասարակություն։ Գիսլեյնն օգտագործեց իր բրիտանական ծագումն ու հին կապերը Էփշտեյնին ներկայացնելով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց, իսկ փոխարենը ստացավ այն շքեղ կյանքը, որը կորցրել էր հոր մահից հետո։ Այդ պահից սկսած Էփշտեյնի ազդեցությունն աճում էր ոչ միայն փողի շնորհիվ, այլ այն կապերի, որոնք նա ստեղծում էր։ 90-ականների վերջում Էփշտեյնը արդեն քաղաքական գործիչների, ներդրողների, գիտնականների եւ հանրային դեմքերի միջավայրի մաս էր։ Նրան տեսնում էին Բիլ Քլինթոնի, Դոնալդ Թրամփի, ավելի ուշ Բիլ Գեյթսի եւ Սթիվեն Հոքինգի կողքին։ 2000-ականների սկզբին Ջեֆրի Էփշտեյնը ապրում էր մի քանի ռեզիդենցիաների միջև՝ Նյու Յորք, Փալմ Բիչ եւ Վիրջինիան արշիպելագում գտնվող սեփական կղզի։ Նրա շուրջ ձևավորվում է ինտելեկտուալի եւ էքսցենտրիկ ֆինանսիստի կերպար։ Արտաքուստ սա հաջողության պատմություն էր թվում, սակայն պատմությունը ուներ նաեւ մութ կողմեր։ «2005 թվականի մարտին Փալմ Բիչի ոստիկանությունում ստացվում է զանգ մի կնոջից, որը անհանգստացած էր իր ընկերուհու անչափահաս դստեր պատմությունից։ Աղջիկը պատմել էր, որ գումար է ստացել մերսման դիմաց մի հարուստ մարդու տանը։ Սկզբում սա մեկ առանձին պատմություն էր թվում, բայց շատ արագ պարզվում է, որ սա դեռ ընդամենը սկիզբն է։ Էփշտեյնի տանը դեռահասներին առաջարկում էին արագ ու հեշտ գումար վաստակել։ Մի քանի $100 մեկ այցի դիմաց։ Հանդիպումից հետո շատերին խնդրում էին տուն բերել այլ աղջիկների, հավելյալ վճարի դիմաց։ Այսպես ձևավորվում է փակ ցանցային համակարգ։ Վկաների ցուցմունքներով այդ համակարգում առանցքային դեր ուներ Էփշտեյնի ամենամոտ գործընկերը՝ Գիսլեյն Մաքսվելը։ Հենց նա էր ծանոթանում աղջիկների հետ, վստահություն ստեղծում եւ ամեն ինչ ներկայացնում որպես անվտանգ աշխատանք։ Հետագայում պարզ կդառնա, որ բոլոր այդ աղջիկները դառնում էին թրաֆիքինգի եւ սեքսուալ շահագործման զոհ։ I think with Jeffrey Epstein, it starts somewhere, but then it ends with either you having sex with him whether you like it or not. Գրեթե բոլոր դեպքերում աղջիկների պատմությունները նման էին։
Դեռահասներ էին, ապրում էին դժվար պայմաններում, փողի խնդիրներով ու բարդ ընտանիքներում։ Շատերի համար տանը հենարան չկար, դրա համար էլ հեշտ էին հավատում թեթև ու լավ վարձատրվող աշխատանքի խոստումներին։ Ըստ ցուցմունքների աղջիկների նույնիսկ տեղափոխում էին Էփշտեյնի մասնավոր կղզի, որտեղ նրանց ստիպում էին սեռական ծառայություններ մատուցել Էփշտեյնին եւ իր հյուրերին, ենթարկում էին սիստեմատիկ բռնությունների, օգտագործում իրենց այլասերված ժամանցի համար եւ հաճախ փոխանցում ձեռքից ձեռք, կղզին վերածելով անչափահասների սեռական շահագործման փակ կենտրոնի։ Being offered $200 to give a massage, and that's what it was told to me, didn't sound like that bad of an idea. Վկաների մեջ հայտնվում է մի անուն, որը հետագայում կդառնա գործի առանցքային անուններից մեկը՝ Վիրջինիա Ջուֆրե։ Գործը հանձնվում է Palm Beach-ի ոստիկանության դետեկտիվ Ջոզեֆ Ռեկարիին։ Քննչական խումբը սկսում է հսկողություն Էփշտեյնի տան նկատմամբ։ Հավաքվում են ցուցմունքներ, կառուցվում են ապացույցների բազաներ։ Քննությունը պատրաստվում է ձերբակալության, եւ 2006 թվականի հուլիսի 23-ին Ջեֆրի Էփշտեյնը ձերբակալվում է։ «2006 թվականին Palm Beach-ի ոստիկանության քննությունը գրեթե ավարտված էր։ Հարցաքննվել էին տասնյակ անչափահաս աղջիկներ։ Նրանց պատմությունները նկարագրում էին նույն բռնության համակարգը։ Քննությունը պատրաստվում էր մեղադրանք ներկայացնել, որը կարող էր Ջեֆրի Էփշտեյնին տանել երկարաժամկետ ազատազրկման։ Բայց ձերբակալությունից անմիջապես հետո գործը սկսում է փոխել իր բնույթը։ Էփշտեյնի պաշտպանությունը հանձնվում է փորձառու փաստաբանական խմբի, ԱՄՆ-ի ամենաազդեցիկ փաստաբաններից մեկին, Ալեն Դերհովիցի գլխավորությամբ։ Նրանք փորձում էին փոխել հենց մեղադրանքի բնույթը, պնդելով, թե խոսքը ոչ թե անչափահասների սեռական շահագործման համակարգի, այլ մարմնավաճառության առանձին դրվագների մասին է։ Սա ամբողջովին այլ իրավական շրջանակ էր։ Զուգահեռ բարձում են մասնավոր քննիչներ, որոնք հավաքում էին տեղեկություններ տուժողների մասին, փորձելով կասկածի տակ դնել նրանց ցուցմունքները։ Բաց դատավարության փոխարեն սկսվում է փակ համաձայնության պատրաստում, ընդ որում առանց տուժողների մեծ մասի մասնակցության։ 2008 թվականին ստորագրվում է համաձայնագիր եւ դաշնային բոլոր մեղադրանքները հանվում են։ Էփշտեյնը մեղքը ընդունում է միայն սահմանափակ մեղադրանքներով, Ֆլորիդա նահանգի մակարդակում։ Դատավճիռը ընդամենը 18 ամիս ազատազրկում։ Էփշտեյնին թույլատրվում էր շաբաթվա 6 օրը լքել բանտը իր գրասենյակում աշխատելու համար։ Գրասենյակ նրան ամեն օր տեղափոխում էր անձնական վարորդը եւ երեկոյան նորից վերադարձնում կալանավայր։ Փաստացի պատժի մեծ մասը նա անցկացնում էր բանտից դուրս, իսկ 13 ամիս անց վաղաժամ ազատում։ Հետագայում այս համաձայնագիրը կանվանեն ժամանակակից ամերիկյան քրեական պրակտիկայի ամենավիճահարույց գործարքներից մեկը։ Տուժողների ընտանիքների համար դա ցնցում էր։ Ոմանք գործարքի մասին իմանում են արդեն դրա հաստատումից հետո։ Դետեկտիվ Ռեկարիի համար սա փողզիջում չէր, այլ քննության փլուզում։ Թվում էր պատմությունն ավարտվել է, բայց շատ զոհերի համար սա միայն երկար պայքարի սկիզբն էր։ Պայքար, որը տարիներ անց Էփշտեյնի գործը նորից կվերադարձնի արդեն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոն։ Typically, when released, the former inmates are able to walk free across this bridge to a parking lot below, but not Epstein. He was able to exit from an area below, an area where a vehicle was waiting for him, we're told for his security and privacy. Այն աղջիկներից մեկը, որի ցուցմունքները հետագայում առանցքային կդառնան Ջեֆրի Էփշտեյնի գործում, Վիրջինիա Ջուֆրեն էր։ Իր խոսքով նրա մանկությունը անցել էր բարդ պայմաններում։ Ծնողների բաժանումից հետո տանը լարված մթնոլորտ էր։ Նա մի քանի անգամ փախել էր տնից եւ դեռահաս տարիքից ստիպված էր ինքնուրույն ապրել։ Ավելի ուշ աշխատանքի է անցնում Palm Beach-ի կենտրոնում գտնվող Mar-a-Lago ակումբում։ Հենց այնտեղ նրա հետ ծանոթանում է մի բրիտանուհի կին, Գիսլեյն Մաքսվելը։ Մաքսվելը առաջարկում է աշխատանք որպես մասնավոր մերսող հարուստ հաճախորդի համար, առանց փորձի, առանց լիցենզիայի։ Դեռահաս աղջկա համար դա լավ հնարավորություն է թվում։ Մաքսվելը կազմակերպում է հանդիպումը եւ անձամբ ուղեկցում դեռահաս աղջկան Palm Beach-ի առանձնատուն։ Այստեղ նա առաջին անգամ հանդիպում է Էփշտեյնին։ Նրա ցուցմունքներով այցելությունները կրում էին սեռական բնույթ եւ արագ դառնում են կանոնավոր։
Նա լինում է Էփշտեյնի ռեզիդենցիաներում, Ֆլորիդայում եւ Նյու Յորքում, ուղեկցում նրան ճանապարհորդությունների ժամանակ եւ աստիճանաբար հայտնվում փակ միջավայրում, որտեղից իր խոսքով դուրս գալը հնարավոր չէր։ Հենց նրա ցուցմունքներով էլ հետագայում ի հայտ են գալիս Էփշտեյնի կապերը ազդեցիկ դեմքերի հետ։ Ամենահայտնի դրվագներից մեկը կապված է Բրիտանիայի արքայազն Էնդրյուի հետ։ Կա Լոնդոնում արված լուսանկար, որտեղ Ջուֆրեն պատկերված է նրա կողքին, Մաքսվելի ներկայությամբ։ Ջուֆրեի խոսքով Էփշտեյնի շրջապատում նա անցկացրել էր մի քանի տարի, եւ երբ նա դարձել էր 19 տարեկան, կապը դադարեցվել էր։ Էփշտեյնը աղջկան նվիրել է ավիատոմսեր դեպի Թայլանդ, փոխանցել $15,000 գումար եւ հեգնանքով առաջարկել մերսման դասընթացներ անցնել։ Նա նաև պնդում էր, որ իրեն խորհուրդ էր տրվել չվերադառնալ ԱՄՆ։ Թայլանդում նա ծանոթանում է իր ապագա ամուսնուն, Ավստրալիայի քաղաքացու եւ ավելի ուշ տեղափոխվում Ավստրալիա, մի քանի տարով անհետանալով հանրային դաշտից։ Նա ապրում էր Ավստրալիայում ֆերմայում, զբաղվում էր երեխաներով եւ երկար ժամանակ հեռու էր մնում հանրային կյանքից։ Բայց 2010-ականների, երբ Էփշտեյնի գործը նորից բացվեց, նա որոշեց չլռել։ Վերադարձավ ԱՄՆ եւ սկսեց իր պատմությունը ներկայացնել իրավական գործընթացների շրջանակում։ Վիրջինիան դարձավ Էփշտեյնի եւ Գիսլեյն Մաքսվելի դեմ ուղղված մեղադրանքների գլխավոր դեմքը։ Նա պնդում էր, որ Էփշտեյնը իրեն վարձով է տվել ազդեցիկ մարդկանց, այդ թվում Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուին։ 2021-ից 22 թվականներին նա քաղաքացիական հայց ներկայացրեց արքայազն Էնդրյուի դեմ, որն ավարտվեց արտադատական համաձայնությամբ եւ շուրջ $16 միլիոն փոխհատուցմամբ։ Ապա նա հիմնեց Victims Refuse Silence կազմակերպությունը, օգնելով այլ զոհերին խոսել իրենց հետ պատահածի մասին։ Չնայած իրավական հաղթանակներին եւ Էփշտեյնի մահվանը տարիների սթրեսը եւ վերապրած տրավման իրենց հետքը թողեցին։ 2025 թվականի ապրիլի 25-ին տեղի ունեցավ ցավալի միջադեպ։ 41 տարեկան հասակում Վիրջինիա Ջուֆրեն ինքնասպան եղավ Ավստրալիայի իր ֆերմայում։ Նրա ընտանիքը հայտարարեց, որ կրած բռնությունների ծանրությունը դարձել էր նրա համար անտանելի դեպրեսիայի պատճառ։ Նրա մահից հետո 2025 թվականի հոկտեմբերին հետմահու լույս տեսավ նրա Nobody's Girl հուշագրությունը, որտեղ նա մանրամասն ներկայացրել էր իր կյանքի ողջ ցավն ու պայքարը։ What made you fear for your life? What was happening Just to the you? abuse alone. It was physical. It was very physical. Վերադառնանք 2009 թվական։ Ջեֆրի Էփշտեյնի ազատ արձակումից հետո գործը ձևականորեն փակված էր համարվում։ Նա ընդունել էր մեղքը Ֆլորիդայի նահանգային մակարդակում, կրել իր չակերտավոր պատիժը եւ ստացել սեռական հանցագործների ռեգիստրում գրանցվածի կարգավիճակ։ Թվում էր նա խուսափել է ավելի ծանր հետևանքներից, բայց շուտով պարզ է դառնում, որ 2008-ի գործարքը փակել էր գործընթացը, բայց ոչ հարցերը։ Մի շարք դժողներ ասում էին, որ այդ համաձայնությունը կնքվել է առանց իրենց տեղյակ պահելու, թեև օրենքով պարտավոր էին իրենց տեղեկացնել։ Սկսվում է երկար իրավական պայքար այդ գործարքը վերանայելու համար։ Զուգահեռ բազմաթիվ լրագրողական հետաքննությունները գործը վերադարձնում են հանրային դաշտ։ Հատուկ ուշադրություն են գրավում Էփշտեյնի կալանքի բացառիկ պայմանները, որոնք փաստացի թույլ էին տվել նրան պատիժը կրել բանտից դուրս։ 2010-ականների ընթացքում Էփշտեյնի դեմ շարունակվում են քաղաքացիական հայցերը։ Ավելի հաճախ հնչում է միտքը, որ 2008 թվականի գործարքը կարող էր նրան փաստացի պաշտպանել դաշնային հետապնդումից։ Այս ճնշումների տակ 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատախազները սկսում են նոր քրեական հետաքննություն։ Սա ոչ թե հին գործի շարունակությունն էր, այլ նոր գործ։ Հենց դա էլ թույլ է տալիս շրջանցել 2008 թվականի գործարքի սահմանափակումները։ Քննությունը Էփշտեյնի գործունեությունը դիտարկում էր որպես անչափահասների սեռական շահագործման եւ մարդկանց թրաֆիքինգի սխեմա։ 2019 թվականի հուլիսի 6-ին Ջեֆրի Էփշտեյնին ձերբակալում են Նյու Յորքի Թեթերբորոյի օդանավակայանում, Փարիզից մասնավոր չվերթով վերադառնալուց հետո։ Այս անգամ ձերբակալությունն այլ էր թվում, ազգային մասշտաբի դաշնային գործ։ Դատախազությունը առաջադրում է մեղադրանքներ, որոնք ենթադրում էին երկարատև ազատազրկում։ Նյու Յորքի նրա առանձնատան խուզարկության ժամանակ քննիչները արգրավում են լուսանկարներ, թվային կրիչներ եւ մեծ ծավալի նյութեր, որոնք հետագայում դառնում են գործի առանձին մաս։ Պաշտպանությունն առաջարկում է տասնյակ միլիոնավոր դոլարների գրավ, այդ թվում ինքնաթիռ եւ անշարժ գույք։
Դատարանը մերժում է։ Դատախազությունն ասում է, մեղադրյալն ունի չափազանց մեծ ռեսուրսներ, միջազգային կապեր եւ փախուստի հնարավորությունը շատ մեծ է։ Էփշտեյնին տեղափոխում են Մանհեթենի մետրոպոլիտեն դաշնային բանտ։ Տարիների ընթացքում առաջին անգամ գործը պետք է հասներ լիարժեք դաշնային դատավարության, առանց նախկին գործարքների եւ առանց հին պաշտպանության։ Դատը նշանակվում է 2020 թվականին։ Առաջին անգամ իրական շանս է առաջանում, որ այն համակարգը, որի մասին զոհերը տարիներով խոսում էին, կքննվի հրապարակայնորեն, բայց դատավարությունն այդպես էլ չի սկսվի։ You can see I have a little sore on my face that I got from some black guy trying to kiss me. It's really disgusting. 2019 թվական, օգոստոսի 10-ը, ամեն ինչ արդեն տեղի էր ունեցել։ Այժմ մնում էր միայն վերականգնել այդ գիշերվա ընթացքը, հասկանալու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Ըստ օրենքի, բանտի պահակները պարտավոր են յուրաքանչյուր 30 րոպեն մեկ ստուգել կալանավորներին, բայց այդ գիշեր ստուգումները չեն իրականացվել։ Ավելի ուշ երկու աշխատակից ընդունել են, որ շրջայցերը բաց էին թողել եւ դատակցնելու համար մատյաններում կեղծ գրառումներ էին կատարել։ Իրականում մի քանի ժամ շարունակ խցերը մնացել էին առանց վերահսկողության։ Երկու շաբաթ առաջ Էփշտեյնը արդեն դասվել էր ինքնասպանության ռիսկի տակ գտնվող կալանավորների շարքին, պարանոցի վնասվածքների միջադեպից հետո։ Չնայած դրան, օգոստոսի 9-ին նրան հանում են ուժեղացված հսկողության ռեժիմից եւ նույն օրը երեկոյան նա մնում է խցում միայնակ։ Խցակիցը տեղափոխվում է այլ բաժանմունք։ Նման պայմաններում հանված հսկողություն գումարած մեկուսացված խուց համադրությունը համարվում է բարձր ռիսկային։ Ինչու այդ որոշումը կայացվեց հստակ բացատրություն չկա։ Կարևոր ժամանակահատված ամբողջությամբ չի ֆիքսվել տեսագրությամբ։ 9-րդ բլոկում տասնյակ տեսախցիկներ կամ չեն գործել, կամ արձանագրված նյութը պիտանի չի եղել։ Արդյունքում բացակայում է ամբողջական տեսագրությունը, որը թույլ կտար րոպե առ րոպե վերականգնել տեղի ունեցածը։ Քննության շրջանակում ուշադրություն է դարձվել մի դրվագի, որտեղ հազվագյուտ աշխատող տեսախցիկներից մեկում երևում է նարնջագույն հագուստով մի անձ, աստիճաններով բարձրանալիս։ Նարնջագույն համազգեստը կալանավորների համար է, մինչդեռ աշխատակիցները կրում են այլ գույնի հագուստ։ Տեսանյութում երևացող անձի ինքնությունը չի պարզվել։ Եթե դա կալանավոր էր, ապա առաջանում է հարց. ինչպես էր նա գիշերը հայտնվել այդ տարածքում, երբ կալանավորների տեղաշարժը պետք է սահմանափակված լիներ։ Եթե աշխատակից էր, ինչու չէր համապատասխան համազգեստով։ Այս դրվագը շարունակում է մնալ առանց հստակ բացատրության։ Դատաբժշկի պաշտոնական եզրակացությունն էր ինքնասպանություն կախվելու միջոցով, բայց միաժամանակ պաշտպանական կողմից հրավիրված անկախ դատաբժշկական փորձագետը նշել է, որ պարանոցի վնասվածքների բնույթը ներառյալ ենթալեզվային ոսկորի եւ կոկորդի աճառների կոտրվածքները ավելի հաճախ հանդիպում է խեղդման, այսինքն բռնի մահվան դեպքում։ Պաշտոնական կողմը հակադարձել է, որ նման վնասվածքները հնարավոր են նաև ինքնասպանության դեպքում, հատկապես տարիքով անձանց մոտ։ Արդյունքում ձևավորվել է ոչ թե միասնական եզրակացություն, այլ մասնագիտական հակասություն նույն փաստերի մեկնաբանության շուրջ։ Արդարադատության նախարարության վերահսկող մարմնի 122 էջանոց զեկույցը մատնանշում է համակարգային խնդիրները, աշխատողների քրոնիկ պակաս, գերծանրաբեռնվածություն, ընդհանցակարգերի խախտումներ, չաշխատող տեսախցիկներ եւ կեղծված գրառումներ։ Զեկույցի հիմնական եզրահանգումը հետևյալն է. խոսքը դավադրության մասին չէ, այլ կուտակված ինստիտուցիոնալ խափանումների, որոնք այդ գիշեր համընկել են եւ ստեղծել կրիտիկական իրավիճակ։ Եվ եթե ամբողջ պատկերը դիտենք միասին, Էփշտեյնը մենակ խցում, ինքնասպանության փորձից հետո, բաց թողնված շրջայցեր եւ կեղծված մատյաններ, թերի կամ բացակայող տեսագրություններ, չնույնականացված անձ տեսախցիկում եւ փորձագետների տարաձայնություն մահվան պատճառի շուրջ, ապա յուրաքանչյուր տար առանձին կարող է ունենալ իր բացատրությունը։ Բայց երբ դրանք համընկնում են նույն ժամանակում եւ նույն վայրում, առաջանում է այլ մակարդակի հարց։ Think Jeffrey Epstein didn't kill himself? Well, you're wrong. He didn't kill himself, right? Mossad, MI6, CIA. You're gonna have to trust the super trustworthy authorities on this one again. Հենց այստեղ են ձևավորվում դավադրության տեսությունները։ Հաշվի առնելով այն հայտնի հարուստ եւ ազդեցիկ մարդկանց անունները, որոնք այս կամ այն կերպ կապված էին այս գործի հետ, Էփշտեյնի մահը դիտվում է որպես բավականին շահավետ սցենար, որը կարող էր կանխել այս գործի լայն հրապարակայնությունը եւ բազմաթիվ փաստերի բացահայտումը։
որովհետև առանցքային ֆիգուրի մահը մինչև դատավարության մեկնարկը փաստացի վերացնում է բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալու հնարավորությունը, հատկապես նրա կապերի եւ շրջապատի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ նման միջամտության ուղիղ ապացույցներ ներկայացված չեն, եւ հենց այդ պատճառով սահմանը մնում է անորոշ։ Սա փաստագրված համակարգային սխալների շղթա է, թե համընկնում, որը չափազանց հարմար է թվում։ Եվ հենց այս կետում Էփշտեյնի գործը շարունակում է գոյություն ունենալ երկու հարթության միջև՝ բացատրության եւ կասկածի։ That's not true. What's not true? That I have any interest in underage. I didn't say underage, I said young. But it's still not true. And, I've said I regretted having those dinners. And there's absolutely nothing new on that. By the way, I never went to the island. I never had the privilege of going to his island. Էփշտեյնի մահից հետո ամենաշատ քննարկված նյութերից մեկը դառնում են նրա մասնավոր ինքնաթիռի թռիչքների մատյանները։ Դրանք կրկին օրակարգ են բերում Բիլ Քլինթոնի անունը։ Նախկին նախագահի ներկայացուցիչները պնդում էին, որ այդ ուղևորությունները կապված էին բարեգործական առաքելությունների հետ եւ կապ չունեին Էփշտեյնի հանցավոր գործունեության հետ։ Բայց այստեղ առաջանում է շատ ավելի կոնկրետ հարց։ Եթե խոսքը միայն բարեգործական գործունեության մասին է, ապա ինչպես բացատրել այն լուսանկարները եւ հանդիպումները, որոնք հայտնվել են հանրային դաշտում։ Ինչու են նման միջավայրում, նման ձևաչափով տեղի ունեցել այդ շփումները։ Ոչ պակաս ուշադրություն են գրավում նաև Էփշտեյնի կապերը Դոնալդ Թրամփի հետ։ 1990-ականների արխիվային լուսանկարներն ու տեսանյութերը, որտեղ նրանք միասին են մասնավոր միջոցառումների ժամանակ, վաղուց դարձել են այս գործի հանրային քննարկման մաս։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ նա դադարեցրել էր շփումը Էփշտեյնի հետ դեռ նրա ձերբակալությունից առաջ։ But fortunately, I was not one of them. Այս գործում իր հատուկ տեղն ունեն նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի եղբոր արքայազն Էնդրյուի հետ կապված նյութերը։ Այստեղ առանցքային խորհրդանիշը հայտնի լուսանկարն է Վիրջինիա Ջուֆրեի եւ Գիսլեյն Մաքսվելի հետ։ Այս լուսանկարն ըստ էության դարձավ ամբողջ գործի ամենակննարկված տեսողական ապացույցներից մեկը։ Եվ հենց այս մեկ լուսանկարն էր, որ տարիներ անց դարձավ արքայազն Էնդրյուի շուրջ սկանդալի կենտրոնը։ Մենք արդեն նշել ենք, որ գործն ավարտվեց արտադատական համաձայնությամբ, բայց նույնիսկ դա չփոխեց ընդհանուր պատկերը։ Չնայած նրան, որ նա հերքում էր մեղադրանքները, հասարակական արձագանքը շատ կոշտ էր։ Արդյունքում նա փաստացի դուրս եկավ թագավորական հանրային կյանքից, կորցրեց իր պաշտոնական դիրքերը եւ հեղինակությունը։ Այս լուսանկարը վերածվեց համակարգային ճգնաժամի խորհրդանիշի, եւ որը ցույց տվեց, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նույնիսկ մեկ դրվագը նման միջավայրում։ Նման արձագանք առաջացրին նաև Բիլ Գեյթսի մասին հիշատակումները։ Այն բանից հետո, երբ հրապարակվեցին տեղեկություններ Էփշտեյնի հետ նրա հանդիպումների մասին, արդեն առաջին դատվածությունից հետո առաջացավ մի հարց, որը մշտապես հնչում է այս հետաքննություններում։ Ինչու 2008-ից հետո ազդեցիկ մարդիկ շարունակում էին կապ պահել այսպիսի համբավ ունեցող մարդու հետ։ Հանրային ցնցումներ էին առաջացնում նաև հոլիվուդյան էլիտայի եւ Ջեֆրի Էփշտեյնի հարաբերությունների մասին պատմությունները։ Դատական փաստաթղթերում հայտնված անունները ստիպում են վերանայել շատ հայտնի մարդկանց կենսագրությունները։ Այս ցանկում տարբեր ժամանակներում նշվել են նաև դերասաններ Բրյուս Ուիլիսը, Քեյթ Բլանշեթը եւ Քեմերոն Դիասը, թեև նրանցից շատերը պնդում են, որ երբեք անձնապես չեն շփվել Էփշտեյնի հետ եւ իրենց անունները պարզապես հնչել են վկայությունների մեջ։ Այս նյութերում առանձին տեղ է զբաղեցնում Little St. James կղզին։ Վկաների ցուցմունքները, ինքնաթիռների երթուղիները, լուսանկարներն ու փաստաթղթերը այն դարձրել են ամբողջ գործի ամենախորհրդանշական տարրերից մեկը։ Little St. James-ը մոտ 70 ակր մասնավոր տարածք է, որը Ջեֆրի Էփշտեյնը գնել էր 1998 թվականին $8 միլիոն։ Արտաքինից սա միլիարդատիրոջ սովորական կարիբյան ռեզիդենցիա էր թվում, բայց եթե նայես կղզու կառուցվածքին, պարզ է դառնում, սա պարզապես ռեզիդենցիա չէր, սա բարդ, փակ ամրոց էր։ Կղզում կար գլխավոր մասնաշենք, մի քանի հյուրատներ, լողավազան, նավամատույց, ուղղաթիռի հարթակ, անձնակազմի համար առանձին տնակներ եւ մի կառույց, որը հետագայում դարձավ ամբողջ պատմության ամենաքննարկված շենքը, այսպես կոչված տաճարը։
Կղզու բարձունքում գտնվող ոսկեգմբեթ այս շենքը տարիներով տարբեր վարկածների աղբյուր էր։ Շինարարական փաստաթղթերում այն նշված էր որպես երաժշտական տաղավար։ Լրագրողները ուշադրություն էին հրավիրում, որ շենքը նկատելիորեն տարբերվում էր նախնական նախագծերից։ Շենքի շուրջ բազմաթիվ տեսություններ ծնվեցին։ Երաժշտական տաղավարի դռների վրա տեղադրված էր խոշոր փական, որը գտնվում էր դրսի կողմից։ Սա ինքնին տարօրինակ էր նման նշանակություն ունեցող շենքի համար եւ առաջացնում էր լուրջ հարցեր։ Դուռը փակվում էր դրսից, ինչը տեսականորեն կարող էր կապված լինել մարդկանց ներսում փակ պահելու նպատակով։ Քանի որ շենքի տանիքին կային ոսկեգույն արձաններ, դավադրության տեսությունների կողմնակիցները պնդում են, որ դրանք կապված են հնագույն աստվածների կամ սատանայական ծիսակարգերի հետ։ Որոշ լուսանկարներում ներսում տեսանելի են եղել նաև ներքնակներ, ինչը խոսում է այն մասին, որ երաժշտական սենյակը օգտագործվել է բոլորովին այլ նպատակներով։ Ինչու երաժշտական տաղավարը առանձնացված էր հիմնական բնակելի համալիրից։ Ինչու հենց կղզու ամենաբարձր կետում։ Ինչու է դրա շուրջ այսքան գաղտնիություն։ Սրանք հարցեր են, որոնք քննությունը երբեք չբացահայտեց, բայց տաճարը կղզու կառուցվածքի միայն մի մասն էր։ Կար գլխավոր ռեզիդենցիան, որը վկաները նկարագրում էին որպես ընդունելությունների եւ մասնավոր հանդիպումների կենտրոն։ Այս տարածքը կառուցված էր այնպես, որ ապահովի առավելագույն գաղտնիություն եւ մեկուսացում։ ԱՄՆ Վիրջինյան կղզիների նախկին դատախազը նշում էր, որ կղզին պլանավորված էր որպես փակ միջավայր, որտեղից ըստ էության շատ դժվար էր դուրս գալ։ Առանձին շերտ են կազմում ստորգետնյա տարածքների եւ թունելների մասին տեսությունները։ Դրանք պարբերաբար հայտնվում են մեդիայում եւ բլոգներում, բայց դրանց համար հաստատված ապացուցողական հիմք չկա։ Եվ որքան խորանում ես այս կղզու կառուցվածքի մեջ, այնքան ուժեղանում է մի զգացողություն, որ սա սովորական գործ չէ։ Գիսլեյն Մաքսվելի դատավարությունից հետո հետաքննության ուշադրությունը սկսում է տեղափոխվել առանձին ֆիգուրներից դեպի ինստիտուտներ, որոնք հնարավոր է տարիներով ֆինանսապես ապահովել էին այս համակարգի գործունեությունը։ Ուշադրության կենտրոնում հայտնվում են խոշոր ֆինանսական ինստիտուտներ, որոնք սպասարկել էին Էփշտեյնի գործարքները։ 2023 թվականին JP Morgan Chase-ը $290 միլիոն հաշտության համաձայնություն է կնքում կապված այն մեղադրանքների հետ, որ բանկը անտեսել էր Էփշտեյնի հետ կապված կասկածելի ֆինանսական գործողությունները։ Նման համաձայնություն է կնքում նաև գերմանական Deutsche Bank-ը $75 միլիոն։ Զուգահեռ շարունակվում է նյութերի գաղտնազերծումը։ Հանրային դաշտ են դուրս գալիս հազարավոր լուսանկարներ, փաստաթղթեր, նամակագրություններ, ցուցմունքներ, հարցաքննությունների հատվածներ եւ միևնույն ժամանակ չկա այն կենտրոնական դատավարությունը, որը կարող էր այս ամենը միավորել մեկ ամբողջական պատկերի մեջ։ Կան առանձին որոշումներ, առանձին փաստաթղթեր, առանձին հետևանքներ, բայց չկա դատ, որը կվերլուծեր ամբողջ համակարգը որպես ամբողջություն։ Where they're giving that money out to these people that are in the most dire straits of poverty and sickness, and told them that the money was coming from a, what are you, class 3 sexual predator? Tier 1. Was tier 1's the highest and worst? No, I'm the lowest. I'm the lowest. You're the lowest. Okay, tier 1, you're the lowest. But a criminal. Yes. Ջեֆրի Էփշտեյնը մահացավ, բայց նրա գործը չավարտվեց։ Գլխավոր դատավարությունն այդպես էլ չկայացավ։ Գլխավոր հարցերը դատարանում այդպես էլ չհնչեցին։ Եվ գուցե հենց դրա համար այս պատմությունը մինչ օրս բաց չի թողնում մեզ բոլորիս, որովհետև Էփշտեյնից ավելի սարսափելի կարող է լինել միայն մի բան, այն, որ նման համակարգ ընդհանրապես կարող էր գոյություն ունենալ։ Նախազգուշացումներ կային, զոհեր կային, հետաքննություններ կային, եւ այդ ամենը տարիներով չէր կանգնեցնում մեխանիզմը։ Սա այլևս միայն հանցագործության մասին պատմություն չէ։ Սա պատմություն է իշխանության մասին, մարդկանց մասին, որոնց փողն ու ազդեցությունը չափազանց երկար դուրս էին պահում պատասխանատվությունից, բայց գլխավոր հարցը մնաց բաց։ Ինչը չհասցրեց հնչել այն դատավարությունում, որ անունները կարող էին հրապարակվել, որ կապերը մնացին ֆայլերում, բայց չդարձան մեղադրանք։ Եվ ճշմարտության ինչքան մասն է մահացել Մանհեթենի խցում 2019 թվականի օգոստոսի 10-ին, որովհետև գուցե Էփշտեյնը բացառություն չէր, եւ գուցե նա այս պատմության գագաթը չէր, այլ միայն դուռը դեպի այն, եւ գուցե հենց դա է ամենասարսափելի։